շարունակ պաշտոնաթող նախագահներ։ Եթե դուք իսկապես ուզում եք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը պարտվի, ապա դուք չպետք է մասնակցեք 2026 թվականի ընտրությունների ընտրապայքարին։ Եվ նաև ուզում եմ ասել հետևյալը, քանի որ մեր ժողովուրդը հստակ այս հարցին պատասխանը տվել է, որ նախկին նախագահները չեն կարող գալ իշխանության, եւ դա իմանալով մասնակցում են ընտրության, սա նշանակում է, որ դառնում են ուղղակի իշխանության ձեռքում գործիք։ Ինձ համար, եւ դա նաեւ ժողովրդավարական հասարակության կանոն է, որ նրանք դառնում են պարզապես ռեժիմի մաս այս պարագայում, որովհետեւ օգնում են Նիկոլ Փաշինյանին վերածվելու բռնապետի, որտեղ նա հիմնվում է, սնուցվում է միայն այս սխալներից։ Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը վամպիրի պես, վամպիրը գիտենք ինչ է, վամպիրի պես սնվում է նախկին նախագահների ժամանակահատվածի հարցերից։ Վամպիրը պես սնվում է, ուժեղանում է եւ սկսում է արդեն ռեպրեսիաներ, չգիտեմ, այն խախտումները, որոնք անում է, նրա քաղաքականությունը առհասարակ։ Իմ կարծիքով, քանի դեռ այս համակարգում, որը հիմնված է նստած է երկու թևերի վրա, քանի դեռ նախկին նախագահները մասնակցում են ընտրապայքարի, ընդդիմության միավորում ընդհանրապես հեռանկար չկա նման, որովհետև միշտ լինելու է նախկին ներկա, միշտ լինելու է Նիկոլ Փաշինյանի ուժեղացում եւ Փաշինյանին, տեսեք մի հետաքրքիր նաեւ կարեւոր բան կա, Փաշինյանին ձեռնտու է, որպեսի նախկին նախագահները մասնակցեն ընտրության։ Փաշինյանը նախկին նախագահներից է ուզում դարձնել իրեն ընդդիմություն, որտեղ ինքը նախկին նախագահներին չէ կարողանալու գնալ ասել, այ այսինչը չէ կարել, այսինչը այսպես։ Հələ մի հատ Փաշինյանին ես հրավիրեցի բանավեճի, հիմա էլ պնդում եմ։ Թող մի հատ գա իմ հետ բանավեճի։ Տեսնեմ ինչպես է այդ հարցերը տանելու, ինչ հարցից ուզում է թող խոսի։ Թող նախկինից խոսա, թող ներկայից խոսա, բայց ես նախընտրելու եմ իհարկե երկրի ապագայից խոսել։